Հայ լինելը ազգություն է, թե որոշում։ Հայ լինելը հպարտություն է։ 20 թվականին Արցախի պարտությունից անմիջապես հետո հայտարարեցի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Ես գիտեմ, որ ձեզ բարկացնում է այս հարցը, բայց հարգելով իմ բոլոր գոլեգաներին, միևնույն է, ես պետք է տամ այդ հարցը ձեզ։ Էլ չկա, սահման ենք, ընտրությունը կործանվում ենք որպես ազգ, որպես պետություն, թե գոյատևում ենք։ Դուք մինչև 21 թվականը ավելի նեյտրալ էիք։ Տասնյակ տարիներ ես միշտ լռել եմ դրա մասին։ Չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ միշտ բերել իշխանության մարդկանց, որոնք կարող են արտասանել ի հեճուկս բառը։ Այսօր էլ շատերը վախենում են քայլ անելուց, որովհետև կարծում են, որ կարող են սխալվել։ Խոսույթներից մեկը դա ներքին համերաշխություն բերելն է։ Դուք հիշում եք, երբ աշխատեցիք ձեր առաջին միլիոնը։ Չեմ հիշում երբ, հիշում եմ ոնց։ Ինչն եք ամենաշատը սիրում տիկին էթերի մեջ։ Եթե Սամվելը որոշել է գնա քաղաքականության մեջ եւ դա պետք է մեր հայրենիքի համար, ժողովրդի համար, մենք Սամվելի կողքին ենք։ Կա ինչ-որ բան, որը երբեք չեք անի։ Սահման, որը երբեք չեք անցնի։ Շատ։ Կամուրջներն այսօր շատ յուրահատուկ մի վայրում է եւ ներկայացնելու է մարդուն, որին գիտեն որպես գործարար, շատ տարբեր բարեգործական կարևոր երևույթների հիմքում կանգնած մարդու, ապագայում նաեւ արդեն քաղաքական գործչի, բայց որպես մարդու նրանք քչերը գիտեն։ Եվ այսօր մենք փորձելու ենք կամուրջներով կապել գործարար մարդուն իր հայ մարդկային որակի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Կարապետյան, հարգանքներս։ Լավ, փառք Աստծո։ Շնորհակալ եմ նախ, որ հյուրընկալեցիք ձեր տանը։ Ես էլ եմ շնորհակալ, որ եկաք։ Ինձ մի հարց էր հուզում ամբողջ ընթացքում, երբ դուք համաձայնեցիք տալ հարցազրույց, ինչի համար շնորհակալ եմ։ Տարիների վեր դուք եղել եք շատ քչախոս։ Երբեք չեք սիրել խոսել նույնիսկ արածի մասին, էլ ուր մնաց հարցազրույցների տեսքով, ներկայանալ։ Եվ հետաքրքիր է, որ բացի վերջին этаպում տված ասուլիսներից, նաև համաձայնեցիք տալ այս հարցազրույցը։ Ինչու՞։ Ինչ է փոխվել։ Դե դուք գիտեք, մենք արդեն մասնակցում ենք քաղաքական process-ների եւ նույնիսկ այս ժամանակ ես համեստ եմ լինելու, բայց ընդհանուր խոսքերով փորձելու եմ մարդկանց ցույց տամ մեր առավելությունների մասին, իմ առավելությունների մասին, իսկ քանի որ դուք Հայաստանում նազենին եք, դրա համար ես որոշեցի այսպիսի հարցազրույց տամ։ Ես շնորհակալ եմ ու ունեմ մի ուղղություն հիմնական, կամուրջներով ուզում եմ ներկայացնել Սամվել Կարապետյան մարդուն։ Մենք ձեր մասին գիտենք շատ սեղմ, փակ կասեի, ինչպես որ դուք եք ձեզ պահել փակ ու շատ ավելի շատ զբաղված եք եղել ձեր բուն գործով։ Օրինակ, ինչպիսին է Սամվել Կարապետյանը իր ընտանիքում, ինչպիսին է Սամվել Կարապետյանը իր ընկերների հետ, ինչպիսին է նա իբրև գործարար եւ ինչպիսին է որպես բարեգործ։ Այսպիսի շատ ինչպիսիններ պետք է բացահայտենք այսօր եւ ես ունեմ մի այսպիսի հարց։ Դուք չունեք մտավախություն, պարոն Կարապետյան, որ գաղտնիության քողը երբ հանենք, մարդիկ կարող է ձեզ տեսնեն ուրիշ աչքով, ավելի հասանելի դառնալով կարող է այլևս այդ զգացողությունը, որը ունեին նախկինում, անհասանելի գործարարի վերանա ու փոխվի վերաբերմունքը։ Ինչ որ մարդկանց մոտ դուք իրաված եք, բայց քանի որ ես փակ լինելով նույնիսկ ունեմ ինձ թվում է մեծ ճանաչելիություն, դրա համար ինձ թվում է լուրջ վտանգ չկա, բայց ես կուզենայի միջև լուրջ հարցազրույց է, նայեք ինչ գեղեցկություն է։
Մայր Հայաստանը, Արարատ լեռան ֆոնի վրա։ Արարատ լեռան ֆոնի վրա։ Իսկապես գեղեցիկ է։ Մի քիչ ամպոտ է, ինչպես որ վերջին տարիներին երևի մեր իրականությունը, բայց դրանից նրա խորհրդի կարևորությունը հաստատ չի նսեմանում ոչ մի։ Մեր ազգի հպարտությունն է։ Պարոն Կարապետյան, ինչ եք կարծում, ինչով է պայմանավորված Արարատ լեռան բիբլիական Արարատի նկատմամբ, որպես կարևոր խորհրդանիշ է, չէ՞, մեզ համար եղել եւ ինչով է պայմանավորված վերջին տարիների հատուկ ագրեսիան ներկա իշխանությունների կողմից, ըստ ձեզ։ Իրենց թվում է, եթե իրենք հրաժարվեցին մեր բոլոր ինքնություններից, բոլոր երազանքներից, այնքան վախի մթնոլորտը տարածվել իրենց ներսում, որ իրենք դա ուզում են տարածել ամբողջ ժողովրդի մեջ, որ փորձեն դրանով արտարացնեն իրենց բոլոր ձախողումները։ Փոխանակ մեկ անգամ կանգնեն ասեն, մենք ընդունակ չենք եղել եւ հիմա էլ ընդունակ չենք կառավարել պետություն, իրենք փորձում են իրենց բոլոր ձախողումները արտարացնել։ Ես հիմա ցավով արձանագրում եմ, որ մենք ամենակարևոր բաներից կորցրել ենք մեր ներքին համերաշխությունը։ Շատ մեծ ագրեսիայի տոկոս կա։ Մեկը մյուսի նկատմամբ այլ կարծիք լսելու կարողությունը մենք կորցրել ենք։ Մեկը մյուսի նկատմամբ իր տարբեր լինելու եւ այդ տարբերությամբ նրան ընդունելու փաստը կորցրել ենք։ Ամենամեծ չարիքը, որ այսօր Հայաստանում ներքին աշխարհում մեր ու մեր արտաքին քաղաքականության մեջ կա, այդ հայը հային դեմ հանելն է։ Երբ որ ես սկսում եմ կասկածել իմ մարդկային կամ իմ ազգային որակների վրա, ես ինձ եմ օրինակ վերում, որ ուրիշներին չթերացնեմ, հա։ Եվ երբ Սփյուռքի նկատմամբ այդ անհասկանալի ագրեսիան կա, երբ որ նույն Սփյուռքը իր ամբողջ ներուժով, երբ որ կարողացել է եղել է Հայաստանի կողքին, պահել է իր ձևով։ Երբ կա ընդամենը ուրիշ մասնագիտություն ունեցողի կամ ուրիշ բարբառով խոսողի նկատմամբ ագրեսիա, այլ քաղաքական դաշտի նկատմամբ ագրեսիա, այս համերաշխության հարցը ձեր կարծիքով հնարավոր է լուծել երբևէ, գոնե մասնակի։ Դա շատ արագ է լուծվելու, դրա համար մեր քաղաքական գլխավոր խոսույթներից մեկը դա ներքին համերաշխություն բերելն է, միասնություն բերելն է։ Ինչպես։ Դա ընդամենը մեկ քաղաքական ուժի ձևավորած օրակարգն է այսօր։ Իրենց իշխանությունը պահելու համար նրանք ստեղծում են քաոս մեր հասարակության մեջ, որ կարողանան ինչ-որ ձևով կառավարել այդ քաոսը։ Անջատիր եւ տիրիր։ Մարդիկ բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք պետք է որոշեն ովքեր են հաղթողները, ինչը իրենց հաջողվեց անել Արցախում։ Այնտեղ էլ հանեցին իրար դեմ թե քաղաքական ուժերին, թե իրենց համակրողներին եւ շատ հեշտությամբ եկան հայաթափեցին։ Հիմա նույնը արվում է Հայաստանի հետ, մարդիկ դա չեն հասկանում, բայց եթե մենք շատ շուտով չկանգնեցնենք այս գնացող գնացքը, ինչի համար ենք մենք այդքան շեշտում 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան պետք է կանգնեցնենք, որովհետև այս ամենը արվում է դրա համար նույնպես, որ մարդիկ իրար, այսպես ասեմ, գզգզելով զբաղվեն եւ աչքատող անեն բոլոր արտաքին վտանգները, այն վտանգը, որ մենք կարող ենք Սյունիքը կորցնել, այն վտանգը, որ մենք կարող ենք Հայաստանը թրկացնել, բոլոր այս վտանգների դեմ մենք պետք է պայքարենք եւ շատ շուտով կանգնեցնենք։ Պարոն Կարապետյան, երբ եկեղեցուց Մայրաթոր Սուրբ Էջմիածնից դուրս եք գալիս, հայտնի արտահայտությունը ձեզ բերեց այսօրին, երբ արդեն ակտիվ քաղաքականության մեջ եք։ Այն ժամանակ ասացիք հայտնի դարձած արտահայտությունը մեր ձևովը։ Կարող եք ասել այսօրվա Սամվել Կարապետյանը մեր ձևովը ինչպես կասեր եւ ինչպես էր ասել այն ժամանակ։ Կա տարբերություն այդ երկու արտահայտությունների միջեւ։
Դա գիտեք, ոչ այն ժամանակ եմ ես դրան նշանակություն տվել, ոչ էլ հիմա եմ դրան նշանակություն տալիս։ Դա ընդամենը ընդվզում էր, որ այս իշխանությունները հասկանան, որ իրենք սխալ ճանապարհի վրա են, որ մենք բոլորս միասին թույլ չենք տալու կործանել մեր եկեղեցին, կործանել մեր ինքնությունները, բերել այստեղ թշնամական խոսույթները եւ դա անելու ենք ամեն օր, միջև չկանգնեն սրանք։ Միայն ինձ համար մեկ բան է անհասկանալի։ Սրանք ինչքան հասկանալով են սա անում։ Սա անում են, որպեսզի իրենց ատորը պահեն, իրենց իշխանությունը պահեն, իրենց գրպաները լցնեն, որովհետև չտեսի նման եկան իշխանության եւ այսօր դրա կարիքը շատ ունեն, չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի։ Հիմա ես տեսնում եմ, որ այս մարդիկ այս սկզբունքով շարժվում են առաջ։ Ագահությունը խեղդում է իրենց։ Իրենք չեն պատկերացնում իրենց կյանքը առանց այս իշխանության, առանց իրենց ատորների, առանց իրենց թալանի, իրենց կողմնակիցների թալանի։ Դրա համար մենք պետք է հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է արթնանա, հասկանա ու կանգնեցնի այս ամեն ինչը։ Ժողովուրդը գոնե մի հատվածը մեր ժողովրդի եւ Հայաստանաբնակ եւ դրսի պահում է ներկա իշխանություններին։ Գտնում է, որ նրանք վարում են ճիշտ քաղաքականություն, ես սա չեմ ասում իմ կողմից, ես ասում եմ եղելություն։ Եվ նույնիսկ 21 թվականի ընտրությունները շատ զարմանալի էին իրենց արդյունքով, թեև մասնակցության ցուցիչը շատ քիչ էր, 49% եւ դա էլ իր դերն ուներ, բայց երբեմն չեք կասկածել, օրինակ ինքներդ ձեզ, որ գուցե դուք եք ուրիշ կերպ մտածում, գուցե դուք եք սխալ ուղղությամբ, որտեղ ես ինքսինց այդ հարցը տալիս եմ։ Նայեք, մի քանի պատճառ եմ ես տեսնում։ Առաջինը, որ մարդիկ շատ դժվար են ընդունում իրենց սխալները։ Մարդուն միշտ թվում է, որ ինքը չի կարող սխալվել։ Ժողովրդին էլ, ժողովրդի մի հատվածին, փոքր հատվածին, հիմա էլ է այդպես թվում։ Իսկ գուցե ժողովուրդը չի գտնում, որ սխալվել է այդ հատվածը։ Ամբողջությամբ պատասխանեմ ձեր հարցին։ Բացի դրանից, այս իշխանությունը ունի սուտ խոսալու վարպետություն։ Բոլոր առիթները օգտագործում է խաբելու համար ժողովրդին։ Իրենք սահման չունեն սուտ խոսալու։ Դրա համար իրենց թվում է, իրենք դրանով ինչ-որ հաջողություններ են ունենում։ Իրենք այս 8 տարիների ընթացքում կարողացան մեծ զանգվածի, աղքատության և քաոսի մեջ պահել։ Իսկ միշտ աղքատությունը և քաոսը շատ հեշտ է կառավարել։ Դժվար է կառավարել, օրինակ, ինտելիգենցիային։ Կարծում եք։ Դրա համար իրենց կարող են վախի տակ պահել, ինչը որ հիմա է, բայց կառավարել դժվար է։ Չեմ պաշտպանում իմ գոլեգաներին, բայց օբյեկտիվ իրականությունն այդպիսին է։ Նրանցից շատերը, որոնք օրինակ 2018-ին շատ ակտիվ էին, հետո ոմանք գիտակցեցին իրենց սխալը, բայց դրանից բեռը ու ծանրությունը չթեթևացավ։ Եվ շատերը միշտ ունեն այդ հիմնական արդարացումը, հա, այսպես ասեմ, որ մենք վախենում ենք եւս մեկ անգամ սխալվելուց։ Նույնը հայ ժողովրդի իր տարբեր դրսևորումներով մասերը։ Հայ ժողովրդի մի զանգվածը վախենում է, օրինակ, աջակցելուց այս կամ այն քաղաքական ուժին, որովհետեւ նորից վախենում է սխալվել։ Մյուս մասը վախենում է ուղղակի, որովհետեւ ռեպրեսիաների արդյունքում անընդհատ ճնշվում են։ Այն մյուս մասը ուղղակի արդեն իր անտարբերության այդ բանի մեջ, կաղապարի մեջ այնքան է մնացել, որ այլևս չի կարողանում դուրս գալ ինքնուրույն եւ նրան պետք է ուժեղ ձեռք։ Այնց հետաքրքիր է, դուք մինչեւ 21 թվականը ավելի նեյտրալ էիք ու ես չեմ հիշում ուղիղ դեպք, որ դուք խառնվեիք քաղաքականությանը։
Մի քիչ այդպես չէ։ Ես 20 թվականին Արցախի պարտությունից անմիջապես հետո հայտարարեցի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Ես բոլոր այդ տարիներին ճիշտ արձագանքել եմ եւ օգնել եմ օպոզիցիոն ուժերին, իրենք դա կհաստատեն։ Ես բոլոր այդ տարիներին չնայած չընդունելով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, շարունակել եմ թե ներդրումները, թե օգնությունները, որ ինչ-որ ձևի օժանդակ լինեմ հայ ժողովրդին եւ Հայաստանի կյանքին, բայց մասնավոր մարդու հնարավորությունները բոլոր դեպքերում սահմանափակ են։ Հաստատ։ Դրա համար ես արել եմ իմ հնարավորությունների չափ։ Ես հիմա այս process-ների ժամանակ նույնիսկ սկսել եմ դա ներկայացնել, որովհետև իրոք տարիներ, տասնյակ տարիներ ես միշտ լռել եմ դրա մասին։ Ինչ արել ենք, ոչ մի անգամ, ոչ ես, ոչ իմ գործընկերներին չեմ թողել դրա մասին նույնիսկ խոսեն։ Ինչու՞։ Որովհետև դա իմ մարդկային որակն է, ես չեմ ուզում արածի մասին խոսել, բայց երբ պետք է հիմա ժողովրդի աչքերը բացել, ժողովրդին զարթնացնել, մենք սկսել ենք օգտագործել դա համեմատության մեջ, որ մարդիկ կարողանան ճիշտ գնահատել, ով ինչ է արել, ով ինչ կարող է անել։ Ես չեմ ուզում խաբեմ մեր ժողովրդին։ Մենք ամեն ինչ բացել ենք մեր ժողովրդի առաջ, թե մեր հնարավորությունները, թե մեր թույլ կողմերը, իրենք թեկուզ վատ կառավարելով ունեն շատ մեծ ճանաչելիություն, վերջը 8 տարի եղել են իշխանության գլխին, կարողացել են իրենց փոքրիկ կաշառքներով կաշառել աղքատ ժողովրդին, ինչը հիմա մենք տեսանք ընտրությունից անմիջապես առաջ 8 տարի աղքատության մեջ պահելով ժողովրդին, վերջի պահին հիշեցին վստահ լինելով, որ կորցնելու են իշխանությունը, լավ հիշողություններ թողել իրենց մասին, քանդում են իրենց ստեղծած բյուջեն եւ դրանով փորձում են ինչ-որ դիվիդենդներ ու հիշողություններ իրենց մասին թողել։ Սամվել Սարգսիչ, երբ ես փոքր էի, շատ փոքր էի, մայրս ինձ տարավ, ինձ ու քույրերիս տարավ մեր ազգականների մոտ հյուր, հայրիկիս կողմից ազգականների մոտ, հորաքույրներս, որոնք փրկվել էին ջարդերից, Գանձակի, Սումգայիթի եւ եկել հաստատվել էին Կալինինոյում։ Եվ իմ մանկության հիշողություններից է շատ թաց գետինը, որտեղ մենք ոտքով, կես ոտքդ գրեթե խրվում էր այդ կավահողի մեջ, շատ բերի հող էր ու շատ են, չէ, դետեղումները։ Եվ թոնրի հոտն եմ դե հիշում, որովհետև փորաքույրս հաց էր թխում թոնրի մեջ, շատ սիրուն ու յուրատուկ հիշողություններ էին։ Սա իմ մի փոքրիկ դրվագն էր Կալինինոյի հետ կապված։ Դուք ինչ եք հիշում։ Եվ Կալինինոյի հետ կապված, եւ հետագայում Տաշիրի։ Տաշիրից սկսեմ։ Սկսեք։ Եթե դուք ուսումնասիրեք, Կալինինոն Տաշիր դարձավ ձեր իմ ու իմ եղբոր շնորհիվ։ Այո։ Երբ մենք քաղաքային խորհրդի պատգամավորներ էինք այն ժամանակ, մենք բարձրացրեցինք այդ հարցը, ժողովուրդը, որ այնտեղ բնակվում են, մշեցիներ եւ ալաշկերտցիներ են։ Տաշիր գավառը, որը թողել են Թուրքիայում, այդտեղից շատ մարդիկ կան բնակվող Տաշիրում։ Դրա համար մենք ցանկություն ունեցանք, որ մարդկանց նորից տանենք իրենց հիշողությունների մեջ եւ մեզ հաջողվեց կազմակերպել եւ փոխել անվանումը։ Ինչ վերաբերվում է Կալինինոյին եւ այն տարիներին, ես ծնվել մեծացել եմ այն ժամանակ կոչվում էր Ղարաքիլիսա գյուղը, գյուղի անունը, դա էլ մեզ հաջողվեց փոխել, քանի որ գյուղը ու ես գտնում եմ աշխարհի ամենա տեսարժան գեղեցիկ վայրն է։ Սիրուն տեսարժան վայրն է։ Մենք լեռների հովիտում
Մենք այդպես էլ կոչեցինք Լեռնկովիդ։ Եվ եթե հիշողություններից ենք խոսում, 65 թվական դերևս Կալինինը։ Կյանքի ամենալավ հիշողությունները գյուղի մասին են։ Օրինակ ինչով եք զբաղվում այդ թվականներին։ Որն է ձեր հիմնական զբաղմունքը գյուղի երեխաների հետ։ Դե այն ժամանակ փոքր էինք, դպրոց էինք գնում, դպրոցում շատ ակտիվ էինք։ Ես ընդհանրապես շատ մեծ սեր ունեի սպորտի նկատմամբ, համարյա բոլոր սպորտաձևերով զբաղվում էի։ Բարբա էի պարապում։ Դուք բարբայել եք պարապում։ Հենց միջև կասեմ, բայց ֆուտբոլը մեր համար շատ կարևոր էր։ Թենիսը դե այն ժամանակ չկար մեծ թենիս, սեղանի թենիսը կարելի ասել հիմնական խաղերից էր։ Հա, երեկոյան ու ժամին, որովհետև այն ժամանակ մենք տներում էլ ունեինք սեղանի թենիս, բացի տներից ունեինք ակումբը, գյուղի ակումբում կար թենիս եւ այնտեղ արդեն մեծ վեճերով որոշում էինք չեմպիոնին։ Դուք հաղթում էիք։ Մենք 7-րդ դասարանից բոլոր սպորտաձևերով դպրոցում առաջինն ենք, մենք մեր դասարանը։ Ես հիշում եմ դպրոցում այն հոկտեմբերից հետո, որ պետք է դառնայի պիոներ, դե արդեն +6 խորհրդային միությունը, ու ես կապեցի իմ առաջին վզկապը, որը եռագույնն էր։ Ես չեմ կապել կարմիր վզկապ երբեք։ Ու մեր սերունդը այդ ճամփաբաժանին էր։ Ձեր սերունդը խորհրդային տարիների փլուզման եւ անկախ Հայաստանի ձևավորման հիմքում էր։ Ինչ եք հիշում այդ անցումային ժամանակից։ Մեր սերունդը անցումային հիմքում հետո հայտնվեց, բայց այն տարիներին մենք վայելում էինք սովետական միության բոլոր առավելությունները։ Դե արդեն հալոցքի տարիներն էին։ Ամբողջ տարի սպասում էինք մայիսի 1-ին, երբ հնարավորություն ունեինք գյուղի հրապարակում սիրուն հագնված երեխաներով դրոշակներ ենք թափահարում։ Ես խոսում եմ ու 70-ից 80 այս թվականների, որտեղ ես 5 տարեկանից եմ դպրոց գնացել, մենք 4 երեխա էինք։ Հայրս դպրոցի դիրեկտորն էր, մայրս մանկավարժ էր։ Իրենք աշխատում էին 2 հերթափոխով։ Ես էլ տան փոքր երեխան էի, պետք էր ինձ կամ թողել հարևանների հույսին, կամ գնդի որդու պես ամենտեղ տանել։ Այդպես էլ է եղել, որ թողել են հարևանների մոտ, բայց հիմնականում որոշել են իրենց հետ տանեն դպրոց եւ ես հենց սկսեցի այդ տարիներից։ Ընդհանրապես անկախ նրանից տաննով է փոքր, միշտ կա տան մեծը։ Անկախ թե ով երբ է ծնվել։ Ով էր ձեր տան մեծը, ձեր երեխաների միջև։ Երեխաների միջև մեր մեծը ինչպես միջև այսօր եղբայրս էր, չնայած որ մեծը քույրս էր, բայց ինքը այն տարիներին էլ էր շատ համեստ, հիմա էլ է շատ համեստ, եղբայրս շատ ակտիվ էր, թե այն տարիներին մինչև հիմա ինքն էր տան մեծը։ Դուք համերաշխ եք որպես ընտանիք։ Մենք բացարձակ համերաշխ ենք որպես ընտանիք եւ ես ուրախ եմ, որ ոչ միայն այդ համերաշխությունը այդ 4-ից մեջ է, մեր բոլոր երեխաները նույնպես իրար հետ համերաշխ են։ Դա համ զարմացնում է, համ շատ հաճելի է, որ իրենք էլ առանց մեկը մյուսի լուրջ որոշումներ չեն կայացնում մինչև այսօր, չնայած արդեն մեծ մինչև 40 տարեկան հասնող մարդիկ կան, բայց շատ համախմբված են։ Կասեք, խնդրում եմ, ինչու կամ ինչպես որոշեցիք ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտ, այսինքն ճարտարագիտական համալսարան, մեքենաշինական ֆակուլտետ, չէ՞։ Ինչ տվեց։ Բայց կարող է զարմանաք, ես շատ գոհ եմ դրանից։ Այդ եմ ուզում հասկանալ։ Զարգացրեց լոգիկան, տեխնիկական կրթությունը մարդու մեջ զարգացնում է ուղեղի արագությունը, որովհետև ամեն ինչում դու պետք է արագ որոշումներ կայացես, արագ հարցի լուծում տաս։ Եվ ես վստահ եմ, որ մեր ընտանիքը, քանի որ հայրս մաթեմատիկայի ուսուցիչ էր,
մայրս անգլերենի, բայց մենք ավելի շատ բոլոր երեխաներով մաթեմատիկական ուղղվածություն ունենք։ Ես շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց եւ հետագայում դա ինձ շատ պետք եկավ։ Դուք նաև երկար տարիներ աշխատել եք Տաշիրում գործարանում։ Ավարտելուց անմիջապես հետո մենք երկու եղբայրս էլ ծնողներիս օգնելու համար 3 ամսվա արձակուրդները օգտագործում էինք, գնում էինք որ եղբայրներից մոտ խոպան, ասֆալտ էինք փռում։ Գնում եք Ռուսաստան։ Ուկրաինա ենք գնում, Կիրովոգրադի կամ Օդեսայի մարզ, 3 եղբայրս էլ այնտեղ էին, բրիգադներ էին տանում, աշխատացնում, իրենք մեզ տալիս էին հնարավորություն, ասֆալտ էինք փռում, շատ ծանր, առավոտվա 6-ից մինչև երեկոյան 8-9 լապատկաներով, ձեռքով ասֆալտ էինք փռում։ Ես հիշում եմ, ես այդ ժամանակ նույնպես խոպանում էի, ինստիտուտը ավարտելուց հետո նորից գնացի եւ մեզ բարեկամ ունենք գործկոմի նախագահի եղբայրը աշխատում էր մի հատ գործարանում Տաշիրի, զանգեց ինձ, ասավ արի դե ինստիտուտը որ ավարտում էի հիմնականում գործ չկար, արդեն այդ անցումային էտապներ, դու քո գլխի տերն էիր, էլ չկար, որ քեզ ուղարկում էին ինչ-որ աշխատանքի։ Նա ինձ օգնեց, տեղավորեց աշխատանքի, ու այն ժամանակ շատ լավ աշխատանքի, միանգամից այդ ցեխի գլխավոր տեխնոլոգն էի, բայց շատ կարճ տևեց, այն մյուս գործարանի տնօրենը լսելով իմ մասին եկավ ինձ առաջարկեց գործարանի գլխավոր տեխնոլոգ, տեսնելով իմ ակտիվությունը, ընդունակությունները, միանգամից ինձ առաջարկեց ամենապատվաբեր պաշտոնը գործարանում, դա այն ժամանակ կոմերցիոն տնօրենի պաշտոնն էր։ Դա պետական գործ էր, բայց ես ընթացքում ստեղծեցի առաջինը իմ կոոպերատիվը։ Կարելի ասել երկրորդ կամ երրորդ օրը հենց հեռուստատեսությամբ կոչվում էր Զենիթ։ Ինչու հենց Զենիթ։ Ֆուտբոլային սերը, թե։ Չէ, չգիտեմ, չեմ հիշում ինչի համար դրեցինք Զենիթ, հետագայում ԿԿՍ դարձրեցի կոոպերատիվը։ Ու սկսեցինք լավ զարգացնել։ Կարելի ասել 1-2 տարվա ընթացքում ես կարողացա դառնալ շրջանի, միգուցե չեմ ուզում մեծ խոսեմ, բայց միգուցե հանրապետության մասշտաբով ամենավատ բառ եմ ասում, բայց հարուստ մարդկանցից մեկը։ Մենք խոսում ենք որ թվականի մասին։ 88, 89, 90 այդ թվականների մասին է խոսքը։ Եղբայրս այն ժամանակ շրջանի կոմսոմոլի առաջի քարտուղարն էր, ինքը շատ էր ուզում ինձ անպայման տաներ այդ ճանապարհով։ Քաղաքական։ Կոմսոմոլի հետագայում ինքնուրույն եկաք։ Եվ այդ տարիներին իրեն ուղարկեցին բարձրագույն կուսակցական դպրոց սովորելու Ռոստով, եւ ես մենակ շրջանում հասցրեցի, մինչև ինքը սովորում էր, արդեն մեր տեղն ու դերը ունեինք շրջանում, բոլորը արդեն պարտավոր էին հաշվի նստեին իրողության հետ, բոլոր են հին նոմենկլատուրան, որ կար շրջանի, դե կային շրջկոպի, նախագահ, ռայկոմի քարտուղար, որոնք դե այն ժամանակ հիշում էիք, շատ հարուստ մարդիկ էին, օգտվում էին պետության բոլոր բարիքներից եւ մի տղա 22 տարեկան ինձ այդ փաստերը դու կարող եք ստուգել, ինձ հաջողվեց 1-2 տարում նույնիսկ անցնել բոլորին միասին։ Եղբայրս հենց ավարտեց եկավ, արդեն քանդվեց սովետական միությունը, էլ իր կարիերան չկարողացավ շարունակել այդ ուղղությամբ, ինքը դրեց պատգամավորի տեխնացու։ Եվ մենք երկու եղբայրով պայքարեցինք ամբողջ այդ շրջանային նոմենկլատուրայի դեմ, քանի որ ամենաուժեղ մարդն էր դրել տեխնացիոնը
եւ մեզ հաջողվեց հաղթել։ Դուք անընդհատ բացառում եք պարտությունը որևէ պարագային, եւ այստեղ, եւ կյանքում, եւ գործնականում, բայց ամեն դեպքում ասում են բիզնես հաջողությունները չեն լինում առանց բիզնես պարտությունների։ Ունեցել եք արդյոք այդպիսի պատմություն։ Կարող են մարդիկ չհավատալ, բայց իմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն, չի եղել անհաջողություն։ Իհարկե մենք ունեցել ենք կրիզիսներ, որը մեզանից կախված չի եղել, դա այսպես կոչված երկրի հետ կապված կրիզիսներն էին։ Մենք այն շատ քիչ ընկերություններից ենք, ովքեր հաղթահարեցին բոլոր կրիզիսները եւ կարողացան ավելացնել իրենց կապիտալը այս կրիզիսների պայմաններում։ Ես գիտեմ, որ ձեզ բարկացնում է այս հարցը եւ գիտեմ, որ դուք նույնիսկ 2.5 ժամանոց ասուլիսում տարբեր ձևերով պատասխանեցիք այդ հարցին, բայց հարգելով իմ բոլոր գոլեգաներին, միևնույն է, ես պետք է տամ այդ հարցը ձեզ, պարոն Կարապետյան։ Ձեր խոսույթում շատ ընդգծված է հաղթողի կերպարը արդեն, հաղթողի որոշումը։ Ու նույնիսկ սովորական խոսակցության մեջ դուք հերքում եք եւ մերժում հանկարծ պլան B-ի կամ պարտության տարբերակը։ Սա ինչ է որոշում, որ այդպես է լինելու, թե իսկական վստահություն կա ու կան երևի թվեր, որոնց մասին մենք չգիտենք, թե մենք ենք դարձել այդքան կասկածամիտ, խոսքը ընդդիմադիրների մասին է։ Բոլորը միասին մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ եւ դրա համար անում ենք ամեն ինչ։ Ամբողջ պետությունը այսօր զբաղվում է այս թույլ, անկարող, իրենցից ոչինչ չներկայացնող իշխանության վերարտադրվելու հարցում։ Պարոն Կարապետյան, անցնելով բոլոր օրինականության սահմանները, որ գոյություն ունի։ Դուք նշեցիք թույլ, անկարող իշխանություն։ Թույլ, անկարող իշխանությունը մարսեց 2020-ի պատերազմը, ընտրություններում հաղթեց, մարսեց Հայաստանի Հանրապետության բավականին զգալի տարածքի կորուստ, ինչպես դուք նշեցիք ձեր մամուլի ասուլիսում 100 Մոնակոյի չափ, հա, ճիշտ եմ հիշում, տարածք։ Մոնակոյի ամբողջ Մոնակոյի տարածքը 2 կիլոմետր է, մենք կորցրել ենք, ինձ թվում է ավելի շատ, բայց իրենց տվյալներով 200 կիլոմետր։ Բայց 2 կիլոմետրի վրա մարդիկ կարողացել են ստեղծել եւ կառուցել աշխարհի ամենահարուստ պետությունը։ Իսկ մեր ժողովուրդը արդեն մոռանում է դրա մասին, որ մենք կորցնում ենք 100 հատ Մոնակոյի տարածք։ Ալիևին ու Փաշինյանին հաջողվեց այդ տարիների ընթացքում վախի մթնոլորտ այնպես տարածել մեր ժողովրդի մեջ, որ մարդիկ միայն մտածում են ինչպես ապահովեն երկրի անվտանգությունը, բայց գոյություն ունի հասարակ կանոններ, որ վախեցած մարդը իր անվտանգությունը չի կարող ապահովել։ Դա ես մասնավորի մասին եմ ասում։ Նույնը տարածեք պետության վրա։ Ինձ համար ամենակարևորը մեր Հայաստանն է եւ մեր ժողովուրդը։ Եթե բխում է Հայաստանի ժողովրդի շահերից, ես պատրաստ եմ ընկերություն, լավ հարաբերություն ունենալ Ռուսաստանի հետ, Ֆրանսիայի հետ։ Եթե վաղը Ռուսաստան էլ խաղացնենք, բայց ոչ մի օգուտ չունենանք, դուք հավատացեք ինձ, մենք լավ հարաբերություն ստեղծելու ենք Ամերիկայի հետ։ Դա իմ համար կոնկրետ որոշում է։ Մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, բայց մենք չենք երկելու պարենք բոլորի հետ, որ ժողովրդին ցույց տանք, տեսեք, մենք կարող ենք բեմի վրա սրա հետ պարել, բայց այդ պարը կարող է այնքան վնաս տալ մեր ժողովրդին։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ բերել Զելենսկուն այստեղից հայտարարություններ անել, որը կարող է վնաս բերել մեր երկրի եւ ժողովրդին։ Մենք պետք է տանենք ճիշտ, ռացիոնալ
հայրենանվեր քաղաքականություն։ Քաղաքականությունից զերծ կարող է մնալ մեծ բիզնեսը։ Ես ստեղծել եմ բիզնես, ոչ մի անգամ թե Հայաստանում, թե Ռուսաստանում, ու թե հենց չեմ ասում եվրոպական երկրներում, բացարձակ մենք ոչ մի կապ չենք ունեցել, օրինակ Ռուսաստանի քաղաքականության հետ, քաղաքական իշխանության հետ, քաղաքական ղեկավարության հետ, ամբողջությամբ ստեղծել ենք զրոյից, կառուցել ենք զրոյից շուկայական բիզնես։ Բայց այստեղ դա այս պարագային հնարավոր չի, որովհետև մենք տեսնում ենք, ինչպես շատ դեպքերում բիզնես ոլորտի ներկայացուցիչները փորձում են իրենց պահել հեռու, որ չասոցիացվեն հանկարծ այս կամ այն ընդդիմադիր ուժի հետ, օրինակ։ Դա այն վախի մթնոլորտն է, որը բերեց այս իշխանությունը եւ առաջի դժվողը միշտ երկիրը ինչպես կարելի է քանդել, երբ ոչնչացնում ես բիզնեսմենին, երբ ոչնչացնում ես բիզնես նախաձեռնությունները եւ դարվում է իշխանություն պահելու համար։ Նորից եմ կրկնում, դուք նայեք, չեք գտնի Հայաստանում ոչ մի հատ բիզնեսմեն, ում վրա չկա հարուցված, ես բիզնեսմեն գիտեմ, ում վրա հարուցված է մոտ 120 էպիզոդով քրեական գործեր։ Խոշոր բիզնեսմեն։ Դուք պատկերացնեք դա ինչ է նշանակում։ Բոլոր բիզնեսմենների ընտանիքները թիրախում են։ Բոլոր բիզնեսմենների ընտանիքները, ծեր ծնողները, երեխաները չեն հասցնում դատարաններից քննչական, քննչականից դատարան։ Սրանք մարդկանց ցավ պատճառելու համար, ցավ պատճառելուց են հաճույք ստանում։ Ինչպես կարող է ասենք մարդ ու կնոջը անտեղի տեղը ժամերով 6 ժամ, 10 ժամ պահել։ Եթե դուք տեսնեք իրենց այդ սենյակները, սպասախցերը, այդ խցերը, ու անհնար է մարդը, առավել ևս այդ դատարանի խցերը, առաջի դատարանը, որտեղ ինձ պահել էին, տարը 6 ժամ պահեցին դատարանի խցում, ցանկացած կենտանի ամենաշատը 2 ժամ հետո այնտեղ չի ապրի։ Միայն մարդը կարող է դիմանալ այդ պայմաններին։ Պարոն Կարապետյան, մեկուսարաններում նաև պահում են երկար կոտրելու համար, կոտրելու ոգին։ Մենք առանց այդ էլ շատ հարցերում կոտրված ենք այսօր, մենք հայերս աշխարհի որևէ երկրում, բայց հետաքրքիր է դուք ինչ էիք անում, ինչ էիք մտածում, որ չկոտրվի ձեր ոգին, երբ որ խափանման միջոցը կիրառվել էր։ Ես փորձում էի չմտածել, որովհետև եթե այնտեղ դու սկսում ես մտածել, դու հաստատ ունենալու ես շատ տարբեր վատ հիվանդություններ։ Չմտածել դուրս գալու մասին։ Չմտածել դուրս գալու մասին։ Դու պետք է ընդունես տվյալ իրողությունը։ Կա այսօր այս իրողությունը, դու պետք է ընդունես եւ սկսես մտածել ինչ ճանապարհներով ես պայքարում սրա դեմ։ Մեծ ու լավ բիզնես ստեղծողը արդյոք պարտադիր կարող է լինել լավ քաղաքական գործիչ։ Հարցը սա է։ Եթե կառավարիչը չի կարող բարձրացնել իր ժողովրդի կենսամակարդակը, եթե աղքատություն կա այդ երկրում, հիմա Էմիրատներում աղքատություն գոյություն չունի, Մոնակոյում աղքատություն գոյություն չունի, Լյուքսեմբուրգում աղքատություն գոյություն չունի, Շվեյցարիայում գոյություն չունի, Ավստրիայում գոյություն չունի։ Հիմա ինչ ենք ասում։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ միշտ բերել իշխանության մարդկանց, որոնք կարող են արտասանել ի հեճուկս բառը։ Փաշինյանը ընդամենը 1 բառով եկավ իշխանության, չունենալով ոչ մի տվյալ երկիր կառավարելու։ Այսինքն ձեզ համար կարևոր է հանունը։ Իր ամենամեծ կառավարման պոտենցիալը, որ կարող էր օգտագործել հայ ժողովուրդը, Ենոկավանում խոզի մի հատ ֆերմա դնեին, տային կառավարեր։ Նային 1 տարվա ընթացքում քանի հատ խոզ սաղ կմնար, քանի հատ խոզի ինքը կխանձեր, բերեցին դրեցին այս երկրի գլխին, փորձանքն էլ հետը բերեցին։ Այս մարդը
Դուք հասկանում եք, մարդը, որ ծնվում մեծանում է, ինքը իրեն ստեղծում է որպես մարդ։ Վերջը 88 թվականից, երևի 7, բայց 8 թվականից ես ակտիվ գործունեության մեջ եմ, տարբեր գործունեությունների։ Ստեղծել եմ 200-ից ավել կամպանիաներ։ Չունեմ գոնե մեկ անհաջող դեպք, որ իմ ստեղծած մեկ կամպանիան իմ պլանավորածից ավելի քիչ եկամուտ է բերել։ Պարոն Կարապետյան, դա արդյոք նաև չի նշանակում ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվել, թե ամեն դեպքում հենց կառավարչական հմտություններն են կարևոր։ Ես որ պահին եմ ճիշտ տեղում հայտնվել, երբ 100 ու կարող եմ մի $1000 գրպանս գնացել եմ Փաշինյանի երկրորդ հայրենիք Կալուգա, որն էր այդ ճիշտ պահը։ Իսկ ինչու հենց Կալուգա գնացիք։ Նախորդ տարիների աշխատանքի հետ կապված էր։ Ես հիմնական իմ կապը եղել է Լիպեցկի մարզի եւ Իվանովոյի մարզի հետ, գործնական կապը, բայց իմ բարեկամները, հորեղբորս տղաները ու ընկերներս, մեր գյուղից ընկերներս Կալուգայում էին ապրում այն ժամանակ։ Մենք տղաներով գնացինք օգնելու, ու այդ օգնելու process-ը մի քիչ երկարեց, հետո դուրս եկավ Կալուգան, դե Կալուգան իրոք շատ գեղեցիկ տեղ է, Մոսկվայից ընդամենը մաքսիմում 2 ժամվա ճանապարհ է, ինձ հեշտ էր ապրել այնտեղ եւ հիմնական գործունեությունը ծավալել Մոսկվայում եւ շատ լավ կենտրոն է։ Պարոն Կարապետյան, իմ ականջը միշտ շոյում է հայկական իրականության մեջ հայոց լեզվի տարբեր երանգները, շատ է շոյում։ Լինի արևմտահայերենը, չեմ խոսում գրաբարի մասին, որը ընդհանրապես լեզուների լեզուն է, արևելահայերենը, մենք կարող ենք թվել հազարավոր բարբառները մեր հայոց, որոնք շատ քաղցր են իմ ականջին, լինի Գյումրվա բարբառը, թե արցախցու, թե տաշիրցու եւ այլն։ Եվ հետաքրքիր է, որ մենք ինքներս հայերս մեր մեջ հաճախ բարբառների նկատմամբ ինչ-որ առանձնահատուկ ագրեսիա ենք դրսևորում։ Գոնե վերջին этаպում ես դա շատ եմ սկսել նկատել։ Իսկ ինչպես է լեզվամտածողության հետ կապված սփյուռքահայի կյանքը, երբ որ դու հայտնվում ես լրիվ օտար հողում, օտարի իրականության մեջ եւ փորձում ես ձևավորել քո աշխարհը քո կանոններով, ձեր ձևով, ինչպես դուք ասում եք։ Ինչ ամենածանրը ինչն էր այդ этаպում։ Եվ առհասարակ այսքան երկար տարիներ ապրում եք եւ Ռուսաստանում եւ տարբեր քաղաքներում, տարբեր երկրներում։ Ինչն է ամենից բարդ, երբ դու օտար ես։ Հայ մնալը։ Ամենից բարդը հայ մնալն է։ Ռուսաստանում շատ դժվար է մնալ հայ, որովհետեւ մենք ապրել ենք մեկ ընդանուր համակարգում սովետական եւ շատ հեշտ է ինտեգրվել, օրինակ ես շատ ուրախ եմ, որ մեր հայերը, ասենք Ամերիկայում, ու Ֆրանսիայում նույնպես կան ընդգծված հայկական քաղաքներ։ Այո, Գլենդելում դուք ես զգում ես ինչպես Հայաստանում բառացիորեն։ Ու Հայաստանից ոչ մի, ամենայն դեպս հայկական տառերը ամենուրեք են։ Ամենուր է, ու հայոց լեզուն է ամենուր։ Իսկ Ռուսաստանում դա ընդհանրապես անհնար է։ Վերջին տարիներին ես էլ շատ օգնեցի, որ այդ համախմբումը հայկականությունը, հայապապանությունը կառուցվի հայկական եկեղեցու շուրջ, ինչը որ իրոք մենք ունենք շատ հայրենասեր, շատ կարող եմ ասել լավ մարդ, եզրասրբազանը շատ պատվով տանում է, ով ինչ ուզում է ասի։ Առավոտից երեկո հայապապանությամբ է զբաղվում։ Պարոն Կարապետյան, դուք հիշում եք ձեր առաջին մուտքը եկեղեցի։ Հայ առաքելական եկեղեցու մասին եմ խոսում, որպես հավատավոր, որտեղ էր, ինչ զգացիք այդ օրը, կապը երբ զգացիք։ Լավ հիշում եմ այդ օրը, չնայած շատ փոքր եմ եղել, ինձ կնկելու օրն էր։ Քանի տարեկան էիք։ Շատ փոքր, 1-2, բայց լավ հիշում եմ այդ օրը, ամեն ինչն եմ հիշում։ Բայց եկեղեցու հետ հիմնական կապը ստեղծվել է Տաշիրում, երբ ես հայտնաբերեցի
ինձ համար, որ երևի Հայաստանի միակ շրջանն է, որը չունի իր եկեղեցի։ Որը չունի եկեղեցի։ Առաջինը ինչ ես ուզեցա անեմ, Կառուցել եկեղեցի։ Կառուցել եկեղեցի եւ կառուցեցինք այն ժամանակ միգուցե այդպես է, երևի 1000 տարիներ հետո առաջի հայկական եկեղեցին։ Ու դա ինձ այն ժամանակ ամենամեծ հպարտությունն էր պարգև։ Դրանից հետո ֆինանսավորեցինք տարբեր եկեղեցիներ եւ ընդհանրապես ինձ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ ես հասկանում եմ, որ հայերին համախմբող հիմնական կառույցն է։ Մենք կարող ենք բոլորը ստեղծել հասարակական կազմակերպություններ, համաշխարհային հայկական կոնգրես, բայց միևնույն է, հայերը համախմբվում են եկեղեցու շուրջ։ Ինչի համար ինձ նույնիսկ ցավ էր պատճառում, երբ այս խմբակը հարձակվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Ես նույնիսկ չէի կարողանում հավատալ ու պատկերացնել, որ մեր աչքի առաջ այսպիսի բան հնարավոր է, որ հայ մարդը հարձակվում է հայ եկեղեցու վրա։ Դրանից հետո հետևեց ինքնությունների վրա հարձակումը, ինչը որ բերեց, հասցրեց ինձ այս վիճակին։ Հայ լինելը ազգություն է, թե որոշում։ Հայ լինելը հպարտություն է։ Դուք Տաշիրի հետ երբեք կապը չեք կորցրել։ Ամբողջությամբ վերակառուցել եք, վերանորոգել եք դպրոցներից մինչև մշակույթի տուն, որը ակտիվ գործում է։ Սա ինչ էր, ուղղակի շնորհակալություն այն հողի նկատմամբ, որը ձեզ ձևավորել է, թե ուղղակի պարտադիր պայման ու չգրված օրենք ձեր ընտանիքում, որ դուք պետք է կամրջեք ձեր ծննդավայրը ու ձեր կյանքը։ Բոլորը միասին։ Ես դա իմ պարտքն եմ համարել, ես մի անգամ իմ ելույթներից մեկում ասել եմ դա, առաջ երթին դա նրանից էր, որ երբ ես ընդունվել էի ինստիտուտ, Կալինինոյի մասին գիտեին դասախոսների մոտարապես 50%-ը։ Իսկ այն դասախոսները, որոնք չէին հասկանում որտեղ է Կալինինոն, իրենք շատ անզգույշ ու ագրեսիվ էին պահում, երբ հարցնում էին դու որտեղից ես, որ ասում էի Կալինինոյից եմ, առհամարական դա որն է Կրասնասելսկն է, թե ինչ-որ բան հարցեր էին տալիս անիմաստ և մեջս դա վառվում էի, որովհետև տեսնում էի, որ կողքից քյավառցիները ինչքան իրանց լավ են զգում։ Քյավառցիներին բան չասեք, պարոն Կարապետյան, այստեղ կոնկրետ ներկայացուցիչ կա։ Ես քյավառցիներին միշտ գովել եմ, գովում եմ, դրանք ամենալավ, ամենահետաքրքիր, ամենակոլորիտով հայ մարդիկ են։ Մայրական կողմից։ Ահա։ Բայց ճիշտ է, քյավառցիները ակտիվ էին։ Ոչ միայն ակտիվ էին, հնարավորություն ունեին, ուրիշ ավելի հարուստ էին, ավելի առատաձեռն էին և ուսանողության մեջ բացարձակ առավելություն ունեին բոլորի նկատմամբ։ Նորմալ մարդիկ էլ։ Հա։ Դրա համար այդ ժամանակվանից իմ մեջ կար այդ զգացմունքը, որ զարգացնեք Տաշիրը։ Մենք դրա համար հենց մեր գլխավոր խմբի անունը ես դրեցի Տաշիր, որ փորձեմ ոչ միայն դասախոսները իմանան դրա մասին, փորձեմ ամբողջ աշխարհում իմանան դրա մասին, ինչը որ ընթացքում մեզ հաջողվեց, ինձ թվում է անել։ Պարոն Կարապետյան, երբ է սկսվում բիզնեսմենը ու երբ է ավարտվում մարդու մեջ։ Բիզնեսմենը կարող է չավարտվել որպես մարդ, եթե ունի նորմալ դաստիարակություն, կարողանում է ձևավորել նորմալ ընտանիք, ունենում է նորմալ, հիմնականում շատ վատ բան եմ ասելու, երեխաներն են դառնում պատճառը բիզնեսմենի կործանման, թե որպես մարդ, թե որպես բիզնես։ Նկատի ունեք ամբիցիաները, որոնք կարող են դրդել սխալ քայլերի։ Երեխաները, որ մեծանում են, ցանկացած դեպքում ծնողի սերը մնում է եւ ավելի է մեծանում։ Ինքը չի կարողանում երեխային ասել ոչ։
բայց երեխաները մեծանում են մի իրականության մեջ, որտեղ ամեն ինչ կա, ցուցամոլությունը խանգարում է իրենց։ Այդ երեխաները ոչ թե սպորտով են ուզում ուժեղ երևալ, այլ փողով։ Եվ հենց այդ process-ը սկսվեց, դա էլ չի կանգնում։ Անպայման մի փորձանքից հաջորդ փորձանքն է բերում թե այդ երեխայի համար, թե ծնողի համար։ Իսկ քանի որ ծնողը չի կարողանում երեխայի չէ ասելու հարցը լուծել, շատ արագ դառնում են անբախտ ծնողներ, անբախտ երեխաներ, դա շատերին է վերաբերվում, ոչ բոլորին, բայց իմ աչքի առաջ այդպիսի շատ օրինակներ կա։ Ձեր երեխաները մեծացել են ու հասուն են, բայց դուք շարունակում եք գործարարի հաջող կարիերան։ Իմ երեխաները հասուն են, իրենք արդեն բոլորը ինձանից ավելի լավ գործարարներ են, որովհետև իրենք ավելի երիտասարդ են, ավելի խելացի են, ավելի արագ են ու ինձ շատ օգնում են։ Ձեր տան վերջին խոսքն ումն է։ Չէ, տան վերջի խոսքը իհարկե իմն է։ Դա չի քննարկվում։ Ոչ։ Այսինքն ես առաջարկում եմ, տուն ասացինք, գնանք ներս ու շարունակենք մեր զրույցային տեղ, բայց մինչև գնալը մի բան հարցնեմ, որովհետև այնտեղ հանդիպելու ենք Տիկին Էթերին, քանի թաքուն ենք, այստեղ հարցնեմ։ Ինչն եք ամենաշատը սիրում Տիկին Էթերի մեջ։ Չնայած ինքը շատ ուժեղ կին է, համեստությունը ու խելացիությունը։ Տիկին Էթերի 38 տարի է Կարապետյան եք։ Այո, 38 տարի։ Ինձ կպատմեք ոնց հանդիպեցիք առաջին անգամ եւ երբ։ Հիշում եք։ Կարելի է ես պատմեմ, որովհետև մեր մոտ այդ պատմությունը շատ կարևոր է։ Շատ հետաքրքիր չէ, Սամվել, պետք չի մի պատմել։ Չէ, պատմեք ու ինչպես որ եղել է։ Ինչ որ եղել է, ես պատմեմ, որովհետև ինքը դա չի պատմել, իրան ձեռնտու չի։ Ինչի, ասեք։ Ասա։ Ես ապրում եի գյուղում, ինքը ապրում էր Տաշիրում։ Քաղաքում։ Կալինինում։ Իմ քույրը ամուսնացած էր իր հորեղբոր տղայի հետ։ Առաջի քայլը իհարկե ես արեցի, մեքենա վարել չգիտեի ընդհանրապես, հենց առաջի մեքենան, որ առել էի, բայց հələ վարել չգիտեի, նստեցի ռուլին, ինք այն ժամանակ սովորում էր արդեն Կիրովականում, մանկավարժական ինստիտուտում, առանց մեքենա վարել իմանալ, քշել հասել եմ Կիրովական։ Դա իրոք։ Այսինքն առաջի անգամ նստել եմ մեքենայի ռուլին ու գնացել եմ ընկերոջս հետ, գնացել ենք քանի հատ մեխակ էի առել։ 5-7 մեխակ էի առել ու գնացինք ծանոթանալու հետ։ Ինստիտուտի հայատում կանգնացել։ Դուք որ տեսակ ինչ ասացիք։ Ասի բարև ձեզ։ Դե մենք ծանոթ էինք, խնամիներ էինք, չէ՞։ Բայց զարմացաք, չէ՞ որ այդքան բարել եկել է։ Բայց եկավ նստավ մեքենան։ Դե հիմա ճիշտ կամ ճիշտ է ասենք կամ ճիշտ։ Տիկին Էթերի քանի տարի եք ամուսնացած։ 38 տարի։ Ես արդեն հիշում եի, ուղղակի ուզեցի, որ դուք նորից լսեք։ Վաղուց ամեն ինչ բանը բանից անցել է։ Հիմա այս պատմությունը մեկը պետք է պատմեն, լսենք մենք։ Սամվելը պատմանեց, ոնց որ այնքան է տենց պատմել, որ մենք էլ ենք հավատում արդեն։ Դուք պատմեք ձեր տարբերակը, ես սիրով կդնեմ ձեր տարբերակը։ Երկար եկել է Կիրովական, հանդիպել ենք մի տարի հետո նշանվել ենք, ամուսնացել ենք եւ այսքան տարի միասին ենք կողք կողքի։ Տիկին Էթերի, պարոն Կարապետյանը խոսքի մեջ նշեց, որ դուք շատ ուժեղ եք եւ դրան ավելացրեց, որ դուք համեստ եք։ Եվ ես ուզում եմ հասկանալ, ոնց կարող է մարդը լինել ուժեղ ու համեստ միևնույն ժամանակ, օգնել ու չխանգարել միևնույն ժամանակ, լինել թիկունքին ամուր կանգնած ու էլի չխառնվել միևնույն ժամանակ։ Այդ հատկանիշը Սամվելն է ինձ սովորացրել։ Ուժեղը դա երևի ծնվում են ուժեղ։ Մարդիկ ծնվում են տենց։ Իսկ որ չխանգարենք իրար, ինքը ոչ մի անգամ ինձ չի խանգարել, ոչ մի անգամ ես չեմ խանգարել։ Տենց միասին համերաշխ ապրել ենք, ապրում ենք։
Իսկ ինչն է իր մեջ ձեզ բարկացնում։ Այն որ կենցաղում։ Կենցաղում Դե լավ էլի, սանվել է, ինչ է, կան չէ։ չափազանց բծախնդրությունը ամեն ինչի մեջ։ Իհարկե ես հասկանում եմ, որ դա շատ կարևոր հատկանիշ է ընտանիքի համար, գործի մեջ, բայց տենց էլ ապրում ենք Սամվելի բծախնդրությունով ամեն ինչի մեջ։ Տիկին Էթերի աշխարհում միլիարդատերեր շատ չեն։ Եվ ձեր ամուսինը ազգությամբ հայ, հայախոս, հայրենասեր, այդ քիչ գոյություն ունեցող միլիարդատերերից է։ Ինձ համար հետաքրքիր է, երբ որ նա ուներ սիմվոլիկ գումար իր գրպանում եւ երբ արդեն անցել էր զրոների քանակը, դուք նույն մարդու հետ եք, թե ամեն դեպքում նրանք փոխվեցին։ Գումարները, փողերը, ոչ մի բանը մեր ընտանիքում ոչ մեկից չի փոխել։ Ոչ Սամվելին, ոչ ինձ, ոչ իմ երեխաներին։ Դա ընդամենը միջոց է։ Լավ ապրելու միջոց է։ Սամվելին ոչ մի վարքյան, ոչ մի բանում չի փոխել դա։ Ձեր տան հիմնական համեղ ճաշը ո՞րն է։ Այն որ ընտանեկան ճաշը։ Ո՞րն է, Սամվելին չես սիրում, որ ես մենք պարտավոր ենք ասենք, իրեփած բոլոր ճաշերը համով են։ Այո։ Դա շատ կարևոր է, որովհետև ես շատ սիրում եմ, որ իմ ընտանիքի անդամները ուտում են այն, ինչ որ ես եմ պատրաստում։ Տիկին Էթերից բաց թողեցիք, մենք պարտավոր ենք ասել ասած։ Այսինքն, եթե հանկարծ մի բան է այդ օրը համերգ չի լինում տենց։ Իմ մոտ դա չի լինում, որովհետև ես սիրում եմ պատրաստել։ Իսկ ո՞րն է ձեր սիրած ամենաայդ, որ պատրաստում եք, ձեր սիրած։ Բլինչիկները։ Դա է կարող եմ այսօր դաժե ձեզ հյուրասիրեմ։ Սիրով կուտեմ ձեր։ Դա արվեստի գործ է իրոք։ Մեր պապիկները սիրով։ Բարբառներից էինք խոսում քիչ առաջ ու մշո բարբառը, տաշիրյան բարբառը, շատ հետաքրքիր ֆրանկների բարբառը, այդպես են ասում։ Ընդհանրապես բարբառով իրար մեջ խոսելու սովորությունը պահել եք, թե արդեն կորցրել եք։ Մենք միայն թե միասին, թե երեխաների հետ խոսում ենք միայն բարբառով։ Ջղայնացած թե սիրո պահերին։ Բոլոր պահերը։ Մարդը բարկանում է անկեղծ։ Բոլոր պահերին խոսում ենք բարբառով։ Մեր տաշերին։ Շատ կուզեի, որ հիմա իրար լավ բաներ ասեք ձեր բարբառով։ Լավ, ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է։ Տիկին Էթերի, դուք ազատ ու շատ յուրահատուկ ստեղծագործ կյանքով եք ապրել, որը ընդհանրապես կապ չի ունեցել քաղաքականության հետ։ Սա նոր վիճակ է ձեզ համար, որքանով է անհարմար կամ տհաճ։ Շատ անհարմար, շատ դժվար, բայց եթե Սամվելը որոշել է գնա քաղաքականության մեջ եւ դա պետք է մեր հայրենիքի համար, ժողովրդի համար, մենք Սամվելի կողքին ենք, կլինենք եւ կանք։ Որտեղ է եղել ձեր պսակադրությունը, հիշում եք, որ եկեղեցում։ Կալինինոյում եկեղեցի այդ ժամանակ չկար։ Ու այդ ժամանակ Ղարաբաղի ամենածանր օրերին ենք։ Ու մեր հարսանիքը համընկավ այն ամենածանր օրերի հետ մեր գյուղի դպրոցի սպորտզալում էր մեր հարսանիքը։ Այո։ Ճիշտ է, ժամանակ մեծ սրահները որպես գոյություն չուներ, հա։ 10 օր հետո երկրաշարժ եղավ։ Մինչև հարսանիքից վերջացեինք հյուրերին, բոլոր հյուրերը գնացին, երկրաշարժ եղավ ու երկար ժամանակ ակտիվ զբաղվում ենք երկրաշարժով։ Ես գնացի լենինական մարդկանց սպիտակ օգնելու, ու ես հիմնական լենինական։ Իսկ դուք այդ ժամանակ մնացել էիք Կալինինոյում։ Ոչ գյուղում։ 5 տարի ապրել եմ գյուղում։ Մեծ ընտանիքում, մեծ։ Այն ժամանակ 10։ Կեսուր, կեսրար, տեքր, տեքորկին, երեխաները ու շատ լավ ապրել ենք։ Որն է գաղտնիքը ընտանիքի համերաշխության։ Եթե ընտանիքի անդամների մեջ չկա ագահություն, ու երբ արդեն մեծանում ես, երեխաներ ես ունենում, ամեն մարդ սկսում է մտածել իր ընտանիքի մասին։ Մեր մոտ միշտ հակառակն է եղել։ Ես ավելի շատ մտածել եմ եղբորս ընտանիքի մասին, ինք ավելի շատ մինչև հիմա էլ մտածում եմ իմ ընտանիքի մասին։ Անկամ ձեր խոսքում դուք շատ եք խոսում նրանից։ Դա բերեց համերաշխության, որովհետև ոչ մի անգամ մենք գումարը
ավելի վերև չենք դասել, քան առաջերտին միշտ ունեցել ենք, ոչ մի անգամ չի եղել, որ մենք ինչ-որ կարիք ունենանք ինչ-որ բանի, բայց դա չենք դարձրել ընտանիքի մեջ կարևոր ինչ-որ բան, ընդհանուր է եղել ամեն ինչ։ Դուք հիշում եք առաջին երեխայի ծնունդը, ինչ էիք զգում, ինչ տեղի ունեցավ, որտեղ է ծնվել Տաթևը։ Կալինինոյում, Տաշիրում։ Դե կա։ Այն ժամանակ Կալինինո էր։ 20 տարեկան է, հելա ասի ես այսօր շատ վատ եմ, Սամվել ասեց չէ, եթերա ես գնում եմ գործի, տունն է, մեքենա չեմ թողի, որովհետև դու այսօր չես կարա ծննդաբերես։ Որոշեց որ չէ, ես եմ նենց խելոք ասում, լավ, դու ասում ես չեմ ծննդաբերել, իբր ես եմ որոշում։ Սամվելը գնաց ու ես շատ վատ էի, զանգել եմ մամայիս, ասում եմ, ես շատ վատ եմ, բայց Սամվելը ասեց այսօր, ասում է դուք եք որոշում, երբ ես ծննդաբերում։ Եվ Տաթևը ծնվեց ապրիլի 24-ին։ 9 ամիս մտածում էի ուրիշ անուն էի դրել, Սամվելը որոշեց, որ Տաթև պետք է լինի։ Ահա։ Իսկ սովորաբար հայ տղամարդու երազանքներից առաջնային ցանկում է տղա ունենալը, որդի։ Այնքան այն ժամանակ ծանր ժամանակներ էր, երկրաշարժը, Ղարաբաղի հարցը, 90-ական, 91, որ չենք մտածում, որ տղա ծնվի, կարևորը Տաթևը կար։ Հետո մեզ մոտ նենց էր, որ Տաթևը կար, Վայիկը կար, Լիլիթը կար, հետո ոնց որ մի հատ մեծ ընտանիք, որ մեզ հերիք էր այդ 3 երեխան։ Հետո արդեն ծնվեցին Նարեկն ու Սարգիսը։ Ճիշտ է, նույն սերնդակից։ Հա, նույն տարիքի։ Դա մի տարվա տարբերություն, չկա տարի, մի 6 ամսվա տարբերությամբ։ Տիկին Եթերի, ոնց եք դասերակել Տաթևին, որն էր ձեր դասերակցության։ Մենք որ տեղափոխվեցինք ապրել Կալուգա, այս որ հիմա ասում են Կալուգա, ոնց որ ես իմ ուրեն ասում։ Տատան 2 տարեկան էր, Սարգիսը 7 ամսական։ Ու Սամվելը աշխատում էր գիշեր-ցերեկ։ Ոչ չխանգարեմ Սամվելին, ես որոշեցի, որ իմ երեխաները պետք է լինեն ամենախելացին։ 3 տարեկանում տատային վարձել է տանը դասատուների հետ պարապում էր անգլերեն, խոսում էր արդեն ռուսերեն, հայերենը մեր բարբարով, իսկ ռուսերեն ու անգլերենը 3 տարեկանից։ 6 տարեկան գնաց դպրոցը ավարտել է ոսկե մեդալով, ինստիտուտը կարմիր դիպլոմով, նույն ձևի Սարգիսին, հետո էլ Կարենին։ Իմ մոտ մի նպատակ էր, որ իմ երեխաները պետք է լինեն ավելի խելացի քան պապան։ Ոչ չխանգարեմ, Սամվելին զբաղվում է, այո, որ ես զբաղված էի սենց ֆանատիչնի երեխեքի ուսումով։ Ու ստացվեց։ Ստացվեց։ Շատ էլ որ հիմա ասում են, որ ինչ ասես ասում են, конечно, շատ դժվար է լսել քո երեխաների մասին, եթե դա չի համապատասխանում նրան, ոնց որ իրենք կան, բայց ինչ անենք։ Տիկին Եթերի, ձեր մասին միշտ նախկինում ասում էին շատ դրական, շնորհակալական խոսքեր, որովհետև որպես կանոն Կարապետյանների ընտանիքը միշտ ներդրվում էր բարեգործության մեջ, ներդրվում էր պետության զարգացման մեջ եւ երբեք քաղաքական հայտ չէր ներկայացնում եւ ուղղորդված ագրեսիա չկար ձեր նկատմամբ, ինչը որ հիմա անթակույց է։ Անկախ նրանից ճիշտ եք դուք սխալ մարդիկ ընդհանրապես ձեզ գիտեն թե ոչ, այդ ուղղակի հենց այնպես այդ ագրեսիան մեծ դոզաներով կա։ Ոնց եք դուք դրա հետ հաշտվում կամ ինչպես եք պայքարում գուցե, ինչպես եք պաշտպանվում։ Գիտեք ոնց, չեմ պայքարում, չեմ հաշտվում, գիտեմ որ Սամվելը այնքան ուժեղ է, որ մեզ հաստատ կպաշտպանի։ Շատ սիրուն պատասխաններ, ինչ խոսք։ Հպարտ Մուրադի դեմքով։ Շնորհակալ եմ շատ։ Դուք շատ ուշադիր եք սոցհարցումներին, դուք շատ ուշադիր եք թվերին, ինչը բնորոշ է նաև ձեր գործունեությանը։ Դուք ուսումնասիրում եք եւ անձնապես եւ նայում եք հավաքագրած տվյալները, որոնք ձեզ ներկայացնում են, բայց որքանով է դա օբյեկտիվորեն ներկայացնում ներկայիս հայ ժողովրդի վիճակը, ցանկությունները, ընտրությունը, նախասիրությունները եւ վերջնական ձեր հաղթական արդյունքը։ Հարցումներ կան, որ նույնիսկ ծիծաղել են, այսինքն արվում են մեկ մարդու պատվերով հիմնական հրապարակվող հարցումները։ Դա կոնկրետ քաղաքական տեխնոլոգիա է։ Թվերը հայտարարվում են պատվերով։ Հիմա նույն գելապին ես կարող եմ պատվիրել
հարցումներ, տալ իրենց սպասելիք գումարը, Կա նման բան։ վաղը առավոտյան դուք տեսնեք, որ վաղը չէ, մի 5 օր հետո տեսնեք, որ մենք արդեն 70% ենք, քաղաքացիական պայմանագիրը 2%-ի սահմաններում է։ Հիմա դուք Նայած տրված գումարի չափից։ որքանով են Դրա ընդհանրապես այդ համար մենք հարցումները։ հեռու գնացինք միջազգային ճանապարհով։ Այսինքն մենք ավելի շատ դրսից ենք պատվիրում այդ հարցումները, որպեսզի տեսնենք օբյեկտիվ պատկերը։ Ասենք մեր հարցումները մոտ 140 էջանոց հարցումներ են։ Իսկ այստեղ ամենաշատը 10-12 ինչ որ բաներ են։ Ասենք իրենք հարցնում են, եթե քաղաքացիական պայմանագիրն է հարցումը պատվեր տալիս, իրենք հարցումը կազմակերպում են ուրախ ավտոբուսի մեջ։ Այսինքն մարդուն միշտ տալիս են իր ուզած թվերը։ Իմ հարցը մնաց անպատասխան։ Որքանով են այդ Ես թվերը բնութագրում եմ հարցումները։ տալիս Մեր արած օբյեկտիվ պատկեր։ հարցումները տալիս են 2% ճշտությամբ ճշգրիտ թվեր, որոնք որ հիմքն են կազմում ձեր ընդհանուր պատկերը։ որոնք կազմում են մեր աշխատանքային փաստաթղթերը։ Պարոն Կարապետյան, գոռոցին սովոր ականջը հանգիստ խոսքը միշտ չի, որ միանգամից ընկալում է։ Ճիպոտին սովոր մարդը միշտ չի, որ ազատ ընտրությունը ճիշտ գնահատում է եւ կիրառում։ Ասեն, գիտեք ոնց։ Եթե Ընկած է մենք միշտ չի, հարմարվենք, որ հիմա ես գիտեմ այդ խոսույթը, որ գոյություն ունի Հայաստանում, սրանք իշխանություն տվող չեն, միևնույն է խախտումներ են անելու։ Իհարկե մենք ամեն ինչ հասկանում ենք, վստահ ենք, որ իրենք խախտումներ են անելու, բայց վստահ ենք, որ իրենք իշխանությունը տալու են, շատ խելոք, որովհետև իրենք ուրիշ ձև չունեն։ Իրենք չեն կարող հենվել ընդամենը մեր հասարակության ամենաաղքատ, ում իրենք հասցրել են աղքատության, ծայրահեղ աղքատության շեմին եւ կառավարեն երկիրը իրենց հայտարարված ամենավտանգավոր տոկոսները, որ իրենց 8 տարվա ընթացքում մեր շատ մարզերում աղքատությունը կրկնապատկվել է, հասել է մինչև 43% Շիրակի մարզը, Տաուշի մարզը, 2 անգամ ավելացել է, հասել է մոտ 40%։ Իսկ ինչու։ Որտեվ այս երկրով ոչ մեկը չի զբաղվել։ Այս մարդիկ մենակ երկել, պարել են ու լապել են պետական բյուջեն։ Պետությունը պետք է առաջնահերթություն դնի մարդուն, ոչ թե մնացած պրոցեսներին, ասֆալտը սենց, այն մյուսը սենց, այս մարդկանց միակ 8 տարվա պարծանքը ասֆալտ փռելն է, ինչը որ պետական վարկեր վերցնելով ցանկացած ախալքալակցի, ցանկացած միջին բիզնեսմենը 10 անգամ լավ այդ ֆունկցիան կատարեր, քան կառավարությունը մարդ ունեցի ցանկացած միջին բիզնեսմենը ամբողջ կառավարության ֆունկցիան 2 անգամ ավելի էֆեկտիվ հաստատ կատարեր։ Ես առաջարկում եմ թեթև ու բլից հարցերի պատասխանել, եթե կարող եք կարճ, եթե չէ կարող եք բացել փակագծերը։ Դուք հիշում եք, երբ աշխատեցիք ձեր առաջին միլիոնը։ Չեմ հիշում երբ, հիշում եմ ոնց։ Այդ այն միլիոնից է, որ կարելի է ասել ոնց, թե դրանցից Դա միանգամից շատ միլիոներ էր, ու մենք ինչով ենք չափում այդ միլիոնը։ Չգիտեմ։ Այն ժամանակ դա միլիոն ռուբլի էր։ Հələ սովետական ժամանակ դա հիմա մոտ շատ մեծ թիվ է, էլի։ Դա հիշում եմ։ Հիշում եմ Ում զանգեցիք, ում հետ կիսվեցիք։ Ոչ մեկի, ես միշտ դրան սովորական եմ նայել, Նազին։ Կարող է դուք չհավատաք, իմ համար փողը կամ գումարը եղել է միջոց զարգանալու, այլ ոչ թե հպարտանալու կամ ես միշտ աշխատել եմ, ես, իմ ընտանիքը, իմ երեխաները լավ ապրեն, դա եղել է այն գումարը, ինչ իմ համար կարևոր է եղել։ Դուք թվերի մարդ եք, թե էմոցիաների։
շատ թվերի։ Ինձ համար շատ կարևոր է արդյունքը։ Օգոստոսի 18-ին է ձեր ծննդյան օրը։ Այո։ Որն է եղել ձեր ամենավառ ծննդյան օրը, որը նշել եք կամ չեք նշել։ Ամենահիշվողը կլինի 60-ամյակի մոմերով հավաքած տորտը բանտի խցում, որ փաստաբաները մոմերով հավաքել էին։ Դե հա։ Որն է եղել ձեր կյանքի ամենամութ որոշումը, ամենածանր։ Ամենածանր որոշումը, երբ որոշեցի գնանք ապրենք Ռուսաստանում։ Չնայած ինձ թվում էր ես 1 տարով եմ գնում եւ մոտավորապես 15 տարի համարյա ապրում էինք այն մտքով, որ սա վերջի տարին ենք ապրում Ռուսաստանում, բայց մնացինք մոտ 33 տարի։ Հնարավոր է ունենալ մեծ կապիտալ եւ մնալ մաքուր։ Կոնկրետ օրինակ ձեր առաջ նստած է։ Ես հաստատ ինձ համարում եմ մաքուր մարդ։ Դուք հավատում եք ուժին, թե արդարությանը։ Ես հավատում եմ ուժեղ արդարությանը։ Ձեր ամենամեծ ներքին պայքարը, եթե եղել է երբևէ կամ կա։ Ես ամեն օր պայքարում եմ հաջողությունների համար։ Բոլոր բնագավառներում ինձ համար հաջողությունը շատ կարևոր չափանիշ է։ Եթե ես ինչ-որ բան ձեռնարկում եմ, սկսում է պայքարը ներքին։ Գլխավորը հասնեմ իմ նպատակին, իմ հաջողություններին։ Պարոն Կարապետյան, ձեր կարծիքով մարդը ծնվում է ինչ-որ կերպ հաջողակ կամ բարի աստղի տակ, թե դառնում է այդպիսին եւ կերտում է ինքն իրեն։ Ես ճիշտն ասած երկուսին էլ հավատում եմ։ Ես շատ եմ տեսել շատ թույլ մարդիկ, նույնիսկ իմ շրջապատում, իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ, բայց հաջողակ մարդիկ, այսինքն մարդկանց հաջողվել է ինչ-որ բան անել։ Կան բնածին մարդիկ, ովքեր կառուցում են իրենց հաջողությունը։ Դա երևի երկուսը իրար հետ։ Կա ինչ-որ բան, որը երբեք չեք անի։ Սահման, որը երբեք չեք անցնի։ Շատ։ Երբեք կազինո չեմ ունենա։ Երբեք սուտ չեմ խոսի։ Երբեք ասածս գետնին չեմ գցի։ Գիտեք ինչ, կարող է հետո հնարավորություն չունենամ դա անեմ, բայց ես դա անելու համար ամեն ինչս ներդնելու եմ։ Մարդը միգուցե ես էլ կարող եմ ինչ-որ հարցերում ինձ գերագնահատել, բայց չեմ խաբի մարդկանց, որ մտածված դա չեմ անի։ Դուք կարծում եք, որ մենք հայերս պատրաստ ենք լսելու ճշմարտությունը մեր մասին եւ լինելու ռեալիստ։ Միևնույն է, պետք է սկսել ասել ճշմարտությունը։ Եթե մենք նայենք, որ պատկերացրեք, հիմա հարմարվենք այս լճացմանը, ինչը մենք ունենք, ու հույսով ելնենք, որ սա փոխելը շատ անհնար է, դժվար է։ Նույն ձևել գումար աշխատելն է անհնար ու դժվար։ Բայց դու պետք է քայլեր անես, քայլեր, ամեն օր անես քայլեր քո նպատակին հասնելու համար։ Թե չէ եթե մենք նայենք այն գյուղում 5 հատ մարդ կա, որ ոչ մի դեպքում չի ընդունի իմ ասածները, ես նույնիսկ նրանց եմ շնորհակալ։ Մարդիկ ունեն իրենց համար իրենց ցանկությունները։ Շատ փողը, մեծ փառքը եւ ուժը մարդուն դարձնում են միայնակ։ Դուք ձեզ միայնակ համարում եք, թե ոչ։ Դրա մեջ իրականություն կա, ինքը փոքրացնում է քո շփվելու միջավայրը, հաստատ փոքրացնում է, բայց կոնկրետ ես այնքան շատ շփվելու միջավայր եմ ունեցել, որ նույնիսկ փոքրանալով այն ինձ միջև իմ կյանքի մեջը վերջը լավ ձևով հլհերիկելու է։ Կա, այդպիսի պրոբլեմ կա։
Իսկ ինչ եք անում, երբ ձեզ միայնակ եք զգում։ Ես չի եղել մի օր, որ ինձ միայնակ զգամ, Որ թևաթափ եք լինում ու այլ ասում եք էլ վերջ։ դուք կարող եք չհավատաք, բայց չկա, չի եղել այդպիսի օր։ Իմ կյանքում չի եղել։ Ասում եմ, եղել են կրիզիսներ, բայց ցանկացած կրիզիսները ինձ ավելի են ուժեղացնում։ Ես ավելի լավ կրիզիսներն եմ հաղթահարում, քան երբ միապաղաղ կյանքով ապրում եմ։ Ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին հայտնվել եք ուրեմն։ Ըստ ձեզ հարցս բխեցնեմ ձեր ասածից։ Հայաստանը ձեզ ներկայումս պատմական վերելքի փուլում է, թե խայտառականգման։ Հայաստանը ինձ համար գլխավոր փուլում է։ Ես չեմ կարող կորցնել իմ երազանքները, որ մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան։ Դա իրոք եղել է իմ կյանքի երազանքը։ Եվ ես ամեն ինչ անելու եմ, օգնեմ, որ դա իրականություն դառնա։ Մենք ուժեղի տակ ինչ ենք հասկանում։ Ուժեղ տնտեսություն, Ուժեղ տնտեսություն, ինչի հաշվին ունենալու ենք ուժեղ բանակ, ինչի հաշվին ունենալու ենք ուժեղ դիվանագիտություն, ինչի հաշվին երկարատև խաղաղություն եւ մեր ժողովրդին ստեղծագործելու հնարավորություն ենք տալու, որովհետև ես նորից եմ ասում, ես շատ վստահ եմ հայ ժողովրդի վրա, հայ երիտասարդների վրա, հայ բիզնեսմենների վրա, իրենք կարող եմ ասել ամենակարողն են, դրա համար ինձ շատ է զարմացնում էլիտայի պասիվ մոտեցումները այս ամենի նկատմամբ, մեր բիզնեսմենների վախերի ու պասիվ մոտեցումները այս ամենի նկատմամբ, պետք է մարդիկ հասկանան, եթե մենք կորցրեցինք մեր երկիրը, նվաստացրեցինք մեր երկիրը, իրենք ոչ մի հաջողություն չեն ունենալու։ Ես նորից ուզում եմ կոչ անեմ մեր արվեստի մարդկանց, բոլոր այն ազդեցիկ մարդկանց, ովքեր վախենալու ոչինչ չունեն ընդհանրապես։ Պարոն Կարապետյան, դուք կարծում եք, որ այս վերջին տարիներին Հայաստանում դեռ մնացել են ազդեցիկ մարդիկ, ընդ որում ոչ միայն ֆիզիկապես, այլև իրենց էությամբ։ Արդյոք կա այսօր ազդեցիկ ասվածը։ Ազդեցիկ մարդիկ շատ արագ են ձևավորվում։ Ճիշտ խոսքով, համարձակությամբ, համառությամբ կարող են ընդամենը 1 ամսվա ընթացքում նույնիսկ այն ամենաանծանոթ մարդը դառնա շատ ազդեցիկ։ Իսկ եթե Նազենին ունի արդեն այսքան ճանաչում Հայաստանում, շատ արագ ճիշտ մոտեցումներով կարող է լինել ամենաազդեցիկ մարդը։ Պարոն Կարապետյան, 18 թվականին ինձ սիրող մարդիկ ամեն կերպ իմ դեմ էին, որովհետև կարծում էին, որ իրենց ընտրությունը ճիշտ է։ Եվ այսօր էլ շատերը վախենում են քայլ անելուց, որովհետև կարծում են, որ կարող են սխալվել, եւ դա արդարացված վախ է։ Նրանք արդեն ունեցել են այդպիսի վատ, ծանր փորձառություն, որի պտուղները քաղում են բոլորը, անկախ նրանից ով է մասնակցել, ով չի մասնակցել։ Բայց զոհվել են բոլորս։ Մենք հասել ենք մի սահմանի, որ պետք է արթնանանք։ Էլ չկա, սահման ենք։ Ընտրությունը կործանվում ենք որպես ազգ, որպես պետություն, թե գոյատևում ենք։ Ավելի ճիշտ է ու հեշտ է սեփական սխալները ուղղելը, քան ամեն օր շարունակել սխալվել։ Պետք է մարդիկ հասկանան, որ բոլորն էլ պետք է կորուստներ ունենան անձնական, որպեսզի մեծ հաջողությունների հասնեն։ Որն է եղել ձեր կյանքի ամենալուրջ զոհաբերությունը, եթե եղել է այդպիսին։ Հանուն ընտանիքի թե բիզնեսի։ Ես դա զոհաբերություն չեմ ուզում համարեմ։ Ուզում եմ սա իմ պարտ կհամարեմ մեր պետության հանդեպ, որ օրը մենք եկանք իշխանության, այդ օրվանից սկսած ես ամեն օր պարտքեմ մեր ժողովրդին։ Չնայած իմ կյանքում ոչ մի անգամ չեմ օգտվել, կարող եմ վստահ ասել, Հայաստանից տնտեսապես ոչ մի օգուտ չեմ քաղել։
իմ հնարավորությունների չափ ամեն ինչ արել եմ, բայց դա ջնջվում է նույն օրը եւ ես հասկանում եմ, որ այդ օրվանից ես պարտկեմ ամբողջ աշխարհի հայությանը։ Որն է լինելու երաշխիքը ամբողջ աշխարհի հայության, որ դուք այս շատ հուզիչ ու պինդ խոսքը պահելու եք։ Երաշխիքը իմ անցյալն է, որ կյանքում ես ինչ ասել եմ, արել եմ, ես վստահ եմ իմ ուժերի մեջ, իմ խոսքի մեջ ու իմ հնարավորություններին։ Մինչև բլիցի շարունակելը ես ունեմ ամենացավոտ հարցը, որպես քաղաքացի ու հայ, մարդ, որը ապրում է Հայաստանում, Հայաստանի քաղաքացիություն ունի ու չի պատկերացնում իր կյանքը ուրիշ երկրում։ Ես ամենամեծ ցավն եմ ապրում, տեսնելով Բաքվում գերության մեջ գտնվող իմ հայրենակիցներին, եւ այսօր նրանք մեղադրվում են հանցագործության մեջ։ Եվ դատավարությունը վարվում է ամենաանմարտկային, հակահումանիստական ու ապօրինի կերպով։ Ինչպես է այս հարցին անդրադառնալու ու կա արդյոք առհասարակ լուծում գերիների վերադարձի եւ նրանց մաքուր անվան վերականգնման։ Ամենավտանգավորը գիտեք ինչն է, որ ոչ միայն ադրբեջանցիներն են նրանց մեղադրում այդ մեղադրանքների մեջ։ Մեր իշխանությունները շատ հեռու չեն գնացել ադրբեջանցիներից։ Իրենք այդ մարդկանց իրենց իշխանության վերարտադրվելու համար վտանգ են տեսնում։ Եվ ես վստահ եմ, որ միայն մեր ուժը կարող է այդ հարցին լուծում տալ, որովհետև դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները։ Նկատի ունեք կապեր, միջազգային կապեր, շատ մեծ ցանկություն դա անելու, ինչը երևի ամենակարևորն է հիմա։ Քանի որ բոլոր այդ մարդկանց հետ ես ունեցել եմ շատ լավ ու շատ մարդկանց հետ շատ լավ ընկերական հարաբերություններ։ Պարոն Կարապետյան, իհարկե դրսից ինչքան էլ ուսումնասիրեք, այսօրվա պետության վիճակի պատկերը այլ է լինելու ներսից։ Եթե արդեն կարողանաք ներսից հասկանալ ինչ է կատարվում։ Չկա վախ, որ խնդիրների քանակը ու հարցերը այնքան շատ են լինելու, որ դրանք անհնարին է ինչ-որ տեսանելի ժամանակում վերականգնել ու դնել հունի մեջ։ Եվ ձեր նշած հայ ժողովուրդը սկսելու է ձեզնից պահանջել։ Ես դա գիտակցում եմ, ես ասեցի, որ իշխանության գալու հաջորդ օրը ես դառնում եմ պարտք մեր ժողովրդին։ Իմ կառավարած ընկերությունը, որը կոչվում է Տաշիր ընկերությունների խումբ, փոքր կառավարման տաղաններ չի պահանջում։ Եթե մենք ամեն օր նստենք դարդանենք, որ պետությունը այսպիսի խնդիրներ ունի, ես շատ լավ հասկանում եմ պետության խնդիրները եւ ամեն օր, ամեն շաբաթ մենք բարձրաձայնում ենք մեկ խնդրեմ եւ դրա արագ հաղթահարելու ձևերն ենք ցույց տալիս։ Եթե դուք հետևում եք մեր քայլերին, դրա համար մենք ամբողջությամբ բաց ենք մեր ժողովրդի առաջ, թափանցիկ, ասում ենք, մենք սա անում ենք այս ձևով։ Հաջորդ հարցը ժողովրդի հավատալ, չհավատալու հարցն է։ Ասում են, բիզնեսը չունի ազգություն։ Եվ աշխարհի ներկայիս համատեքստում մենք դա մեծապես տեսնում ենք։ Երբ իրար թշնամի երկրների առանձին անհատներ կարող են շատ հանգիստ ու հաշտ իրար հետ գործակցել, համագործակցել։ Ձեզ համար բիզնեսը ունի ազգություն։ Ու չեմ թաքցնում, ինձ համար ունեցել է ազգություն։ Դրա համար ես մեր ընկերության մոտ 70%-ը, միգուցե ավելի շատ, աշխատում են հայեր։ Ինձ համար դա շատ կարևոր է եղել, որ եթե ինչ-որ բանից կարող են օգտվել, դա պետք է լինեն հայերը։ Դա իրոք ես ոչ թե հիմա նախընտրական ինչ-որ բառեր եմ ասում, դա բոլորը գիտեն եւ ես ոչ մի անգամ դա չեմ թաքցրել։ Ես նկատի ունեի արդյոք մեծ բիզնեսի մեջ հաշվի են առնում պետության շահերը։ Եվ չեք կարծում, որ ձեզ կարող է ինչ-որ մի պահի խանգարել, ենթադրենք պետության ղեկը ու ձեր բիզնեսի ղեկը, եթե դրանք հակադրեն իրար։ Դրա համար բիզնեսի ղեկը ես հայտարարեցի եւ հանձնեցի երեխաներին։ Իրենք արդեն ի վիճակի են
Վերջի 5 տարին մոտավորապես այդպես է աշխատել մեր բիզնեսը։ Երեխաներից ամեն մեկը կառավարել է իրենց ուղղությունները։ Իմ դերը արդեն քչացել էր կառավարման մեջ։ Դրա համար ես հանգիստ հանձնում եմ երեխաներին։ Շնորհակալություն։ Վերջին բլիցերը, որն է ձեր սիրած եկեղեցին Հայաստանում եւ դրսում։ Հայաստանում իհարկե Էջմիածինն է, դրսում մեր կառուցած Մոսկվայի հայկական եկեղեցին է։ Որն է եղել այն իմաստուն խոսքը, խորհուրդը, խրատը, որը լսել եք հայրիկից։ Կոնկրետ բառերով չի եղել դա։ Խիստ էր ձեր հայրը։ Դպրոցում շատ, տանը շատ բարի մարդ էր։ Ինչն եք ամենից շատ կարոտում ձեր ծնողներից։ Երևի ամեն ինչ։ Եթե վաղը հանկարծ կորցնեք ամեն ինչ, ինչ կանեք, ինչպես կբարվեք եւ ով կլինեք։ Ես չեմ կարող կորցնել ամեն ինչ, քանի որ հաստատ կմնա իմ մտքերը, իմ համառությունը, իմ համոզմունքները եւ իմ ուժը, դա չեմ կարող կորցնեմ։ Եթե դու գումարի մասին եք ասում, ոչ միայն եւ ոչ այդքան։ Դե մնացածը չեմ կորցնելու, կարող եք չանհանգստանալ։ Եթե ձեզնից վերցնենք ամեն ինչ, ամենախորքում ով կմնա, որ Սամվել Կարապետյանը։ Ես չեմ պատկերացնում նույնիսկ այդ հարցի նույնիսկ իմաստը չեմ պատկերացնում, որ ինձնից վերցնեն ամեն ինչ։ Հաստատ իմ 99% կմնա։ Որն է ձեր հենման կետը կյանքում։ Հիմա ես շատ հենվում եմ մեր մեծ ընտանիքի վրա, որովհետև այս փորձությունը, որ ես անցա, ես զգացի, չնայած ես ամբողջ կյանքս եմ դրանում համոզված եղել եւ իմ երեխաներին միշտ դաստիարակել եմ, որ գլխավորը մեր ընտանիքն է, այսինքն մեծ ընտանիքը, որ իրենք չունեն մեկ քույր, մեկ եղբայր, այլ ունեն շատ քույրեր, եղբայրներ։ Ինչքան համառ, ինչքան նվիրվածությամբ բոլորը նետվեցին այս պայքարին եւ մինչեւ այսօր գտնվում են այդ պայքարի մեջ։ Որ պահին եք դուք հասկացել, որ ժամանակը սահմանափակ է, որ կյանքը ունի սահմանափակ ժամանակ։ Ես դեռ դա չեմ զգում, ես զգում եմ, որ ես շատ անելիքներ ունեմ։ Դուք ունեք մահվան վախ։ Բացարձակ չեմ մտածում այդ ուղղությամբ։ Չեմ էլ մտածել կյանքում։ Դուք երջանիկ եք։ Շատ անչափ։ Նույնիսկ երբ բանտում եք, կար այդ զգացողությունը, որ դուք Նույնիսկ երբ բանտում էի, քանի որ այդ բանտի պայմանները նույնիսկ ինձ շատ հետաքրքիր էին։ Որն է գաղտնիքը չընկճվելու։ Դա գաղտնիք չունի, դա հոգեբանություն է։ Շատ մարդիկ կարող են այնտեղ առավել եւս այս պայմանները, որ ստեղծված է մարդկանց համար, անմարդկային պայմաններ, շատ մարդկանց կարող է հունից անել։ Եվ ամփոփելով վերջին հարցս տամ, ինչ կուզեիք ձեր մասին ասեին 100 տարի անց։ Կուզեի ասեին, ինչպես որ ես եղել եմ։ Չէի ուզենա ոչ ավելացնեին, ոչ պակասացնեին։ Մեզ մաղթում եմ իրատեսություն, ճշմարտության աչքերին նայելու կարողություն, եւ ես հուսով եմ, որ գոնե փոքրի շատե կարողացա ձեզ ներկայացնել ոչ թե գործարար, քաղաքական գործիչ եւ հայտնի բարերար Սամվել Կարապետյանին, այլ մարդ, հայր Սամվել Կարապետյանին։ Շնորհակալություն։